Երբեմն սուպերմարկետում ինչ-որ մեկին ես փնտրում, որ մի բան հարցնես, չես գտնում։ Երբեմն էլ կանգնած ինչ-որ բանի ես նայում, մոտենում սկսում են անհարկի առաջարկություններ անել։ Կանգնած օղու շշերին էի նայում։ Հանկարծ հայտնվեց 18-20 տարեկան երիտասարդ խորհրդատու վաճառողուհին։ Կանգնեց անչափ մոտ, դարակից վերցրեց մի ահռելի օղու շիշ և բավականին թանկ, մոտ 15-20 սանտիմետր հեռավորության վրա պահելով, բացականչեց. այս սա վերցրեք, սա է լավը, սա շատ են վերցնում։ Նայեցի աղջկան, նայեցի ահռելի շշին, ապա օղու գնին և աղջկան դանդաղ, հանդարտ ձայնով ասեցի. աղջիկ ջան, ես հարբեցող եմ, այդ օղին ինձ համար անչափ թանկ է։ Նկատեցի, որ աղջիկը դեմքի արտահայտությունը փոխվեց և օղու շիշը կամաց սկսեց ձեռքից սահել, բայց լավ է հասցրեցի բռնել օղու շիշը ու նորից տալ իրեն։ Աղջիկը ձեռքը դրեց սրտին ու խորը հոգոց քաշեց, քանի որ շիշը եթե կոտրվեր, ինքն էր վճարելու, ես ոչ մի մեղք չունեի այդտեղ։ Բայց այդ մի քանի վայրկյանների ընթացքում աղջիկը երկու բան հասկացավ, որ անհարկի միջամտել չի կարելի, և բացի այդ, հասկացավ, որ ես հարբեցող չեմ, այլապես օղու շիշը օդից դժվար թե կարողանայի բռնել։ Օղու հետ կապված մի հետաքրքիր դիտարկում էլ ունեմ։ Նկատել եմ, երբ մարդը օղի է առնում և տանում է դրամարկղ սուպերմարկետում, դրամարկղի մոտ աշխատող կանայք կան, որոնք օղու շիշը անցկացնելուց հետո, բնականաբար ոչ բոլորը, խետ-խետ նայում են այդ օղի գնողին։ Այդ պահին առաջին բանը, որ մտքիս է գալիս, մտածում եմ, հաստատ ամուսինը հարբեցող է։